ամեն ինչ անենք այս իշխանությունից ազատվելու համար։ Սրանց խոստացածը ձեզ են, որ ասում են խաղաղություն։ Դա խյով է սկսում, բայց խաղաղություն չի դա։ Դա խաբեություն է, խայտարակություն է, խարդախություն է, բայց երբեք խաղաղություն չի։ Այս գիտակցումով պետք է գնանք այս ընտրություններին։ Հիմա այսօր սրանց պաշտպանության նախարարը քիչ առաջ նայում եմ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի միակ իշխանությունն է, որ ավելի շատ բանակի վրա ներդրում է արել, քան մնացած բոլոր իշխանությունները միասին վերցրած։ Դուք պատկերացնում եք սրանց լկտիության ու ցինիկության աշխարհում։ Միակ իշխանությունը, որի համար հայկան բանակը ստորացվել է, կոտրվել է, ջարդվել է, այդ իրանց իշխանությունն է։ Իրանց իշխանությունը 5 միլիարդին համարժեք զենք է հանձնել Ադրբեջանին ու անամոթաբար եկի ասում են մենք բանակի վրա ավելի շատ ներդրում ենք արել, կամ բոլոր իշխանությունները միասին վերցրած։ Իսկ սրանց ստին, կեղծիկին, լկտիությանը չափ ու սահման չկա, բայց սրանց ունեք դուք պատասխանելու հնարավորություն։ Հունիսի 7-ն է այդ հնարավորությունը։ Մյուս հնարավորությունը շատ ուշալն է։ Հունիսի 7-ն կետն է, որ պետք է այս պարտությունների, դժբախտությունների, այս ամեն ինչի շղթան կտրեք։ Ու դա կախված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Մենք ամեն ինչ անելու ենք, մեր ժողովրդին կազմակերպելու, մեր խոսքը տեղ հասցնելու, հետագայում ձեր քվեին տեղ կանգնելու։ Բայց այդ քայլը այսօր դուք պետք է անեք։ Մի բանի մասին եմ ուզում խոսամ ու խոսքս փոխանցեմ գործընկերներից։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն ժողովրդի հետ իր քաղաքացիական պայմանագիրը խզել է։ Ինքը այսօր խոստումները, եթե նայեք իր նախընտրական ծրագրին, իր խոստումները ձեզ ժողովրդին ուղղված չի։ Իր խոստումները այսօր ուղղված են Ալիևին։ Ինչ է ասում։ Ասում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, կընտրվեն, կվերադարձնեն։ Այդ ինչ կապ ունի ժողովրդի հետ, Ալիևին է խոստանում։ Ասում է, գալիս եմ հռչակագիրը փոխեմ, սահմանադրությունը փոխեմ։ Այդ խոստումը ձեզ ուղղված չի, այդ Ալիևին է խոստանում։ Ինքը վաղուց ժողովրդի հետ իր այդ պայմանագիր այս կողմ այն կողմ խզել է։ ՔՊ-ի ողջ նախընտրական ծրագիրը դա խոստում է Ալիևին եւ Ադրբեջանին։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ ինքը այդ խոստման հետ կապ չունի։ Ինքը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին քվե տվողը գործիք է, որպեսզի ինքը իրականացնի Ալիևի առաջ իր խոստումներն ու դիրքորոշումները։ Այս է իրականությունը, որ մեր հանրությունը պետք է իմանա, գիտակցի եւ այս գիտակցմամբ գնանք այս ընտրություններին ու սրանց վերջը տանք ու միասին կարող ենք։ Խոսքը տրամադրում եմ ձեր բոլորի սիրելի, ճանաչելի Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ արտիկցիներ ջան, այս արդեն 8-րդ տարին է անկախ եղանակային պայմաններից, ասում են, չէ, ընդդիմությունը, չգիտեմ, սպասում է եղանակները լավանա, դա ուր է եղանակները լավանա, անձրևի տակ, կարկուտի տակ, չգիտեմ, արևի տակ, ձյան տակ, այս տարիների ընթացքում իրար հետ այս պայքարը տարել ենք, հասցրել ենք տրամաբանական ավարտին։ Պիտի ոնց որ վերջնախաղն է, էլի, այդ տրամաբանական վերջակետը այս ամեն ինչի պետք է դնել ու բոլոր տեղեր հետ ենք ասում, որ ամենամեծ հնարավորությունը հիմա ունենք։ Իսկապես այսպիսի մթնոլորտ, այսպիսի զզվացություն այս իշխանություններից, մարդկանց համբերության բաժակը լցվել է, այնքան բան են արել, որ չեն ուզում այս մարդկանց տեսնել։ Ու այն իշխանությունը, որը 8 տարի, այսինքն 2 ամբողջական ժամանակաշրջան ղեկավարել է, ու հաստատ մեր ունեցած ամենալավը չի եղել։ Եկել է հիմա էլ ասում եմ մի հատ էլ ինձ 5 տարի տվեք։ Այսինքն ես ամենաերկարը ղեկավարեմ այս ազգին։ Ժողովուրդ ջան, այս ազգը արժանի է, որ այս իշխանությունը իրան ամենաերկարը ղեկավարի։ Մենք ասում ենք, որ հաստատ չէ։ Գիտեք, եթե անգամ ամեն ինչ մոռանանք, մենք Արարատ Միրզոյանից ավելի լավ արտաքին գործերի նախարար կարանք ունենանք։ Սուրեն Պապիկյանից ավելի լավ պաշտպանության նախարար կարանք ու պիտի ունենանք։
Գևորգ Պապոյանը մեր ամենալավ էկոնոմիկայի նախարարը չի։ Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ մեր ամենալավ վարչապետը չի։ Ամոթ է այս ազգի համար 13 տարի ունենալ այսպիսի ղեկավարություն։ Մենք գիտենք, որ դուք մեր հետ համաձայն եք, բայց այս հանդիպումներին ինչ ենք խնդրում, որ բոլորով, երբ որ այստեղից դուրս են գալիս, գնանք մեր հարևաններին, բարեկամներին, այս ամեն ինչը բացատրենք, ինչ այստեղ իրար հետ խոսում ենք, որովհետև հաստատ հնարավոր է իշխանափոխություն, բայց եթե մարդիկ գնան ընտրատեղամասեր, եթե հունիսի 7-ին համարենք, որ կարևոր գործ ունենք անելու, եթե չգնանք, փրկիչ չի լինելու, որ գնա մեր տեղ այդ գործը անի, եթե գնանք, քվեարկենք, այո, փոփոխությունը լինելու է։ Ես ընդհանրապես երկու բան եմ ուզում ասել, այստեղ գալուց, գիտեք, քաղաքացիներից մեկը ասեց, մի հատ կփոխանցեք իրեն հարմար առիթին, որ ինչի է ինքը մասնակցում։ Հիմա բացատրեմ ինչ նկատի ուներ։ Ժողովուրդ ջան, եթե ձեզ գալիս են, խոստանում են ադրբեջանական բենզին, Ադրբեջանի բարեհաճությունը, Ալիևի խոստացած խաղաղությունը, Ալիևի տարածքներ են խոստանում, մի հատ կարաք բացատրեք, Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին ինչի է միջնորդավորված մասնակցում, թող Ալիևը միանգամից քվեարկվի, թող գա Ալիևը իր դեմքով քվեարկվի, բան տեղապահ ընտրում ենք, որ ինչ անենք, միջնորդավորված բան անենք, ինչի, այսինքն մենք պիտի ունենանք հայկական հայ ազգի ղեկավար, ոչ թե միջնորդ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, բրոկեր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, տենց հողերը էժանով, թանկով, կամ չգիտեմ, տարածքները, ստրատեգիական ռեսուրսները, այսինքն պիտի հասկանանք, որ հունիսի 7-ին, եթե այս մարդը ընտրվում է Ալիևը, լինում է, միկրոֆոնը եկա, ամենաթեժ պահին միկրոֆոնը հասավ, ընտրվում է Ալիևը, ժողովուրդ ջան, ընտրվում է Թուրքիայի, Ադրբեջանի երազած կառավարությունը։ Մենք ուզում ենք, որ հայ ժողովրդի երազած կառավարությունը ընտրվի։ Ու երկրորդ բանը, ու վերջին բանը, ամենաշատ մտավախությունը, որ մեզ ասում են մեր քաղաքացիները, այստեղ էլ նոր, ասում են վախի մթնոլորտ կա։ Մարդիկ վախենում են։ Չեն, որովհետև ասում են լայքի համար գործից ազատում են, մասնակցության համար գործից ազատում են, բարևելու համար գործից ազատում են։ Ժողովուրդ ջան, գիտենք, այսպիսի մթնոլորտ իսկապես երբեք չի եղել, այսպիսի տրամադրություն մթնոլորտ Հայաստանում չի եղել, բայց մի բան ունենք ձեզ ասելու, այս ամեն ինչը իրենք արել են ձեր այդ 7 տարի, սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած ձեր հարկերը բարձրացնելը, վերջացրած պատերազմները, ձեզ գործից ապօրինի ազատելը, միջնամատ ցույց տալը ինձ հուշում են, կլինի մնացած բոլոր ապօրինությունները, բոլոր տեսակ հարկերը, տուգանքի մատերիալ սարքելը, քաղաքները չզարգացնելը, պարտքը ավելացնելը, դրա պատասխանի օր կա։ Պետք չի մի եկեք հավաքներին, եթե ձեզ, չգիտեմ, վախեցնում են, լավ, մի ամիս էլ կարաք սրտիկ չդնեք, բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետքա տալ։ Հունիսի 7-ն է, ձեր բարեկամներին խնդրում ենք, փոխանցեք, որ հունիսի 7-ն է այս իշխանության արածների պատասխանը տալու օրը։ Ու պատասխանը հունիսի 7-ի ամենաարդար ու ճիշտը կլինի, որ հունիսի 7-ին ընտրենք 17-ին, որովհետև միասին կարող են։ Հիմա փոխանցեմ գործընկերոջս։ Հիմա խոսքը տամ ձեր հայրենակից մեր պատգամավորության թեկնածու երիտասարդ բժիշկ Պարոն Ղազարյանը։ Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, նախ բարով եկեք արդի սիրելի հայրենակիցներ, սիրելի արդիկցիներ, ձեզ շնորհակալ ենք, որ անկախ եղանակային պայմաններից ձեր ժամանակից տրամադրեցիք եւ եկաք։ Ցավոք սրտի մենք մեծ աշխարհում միակ երկիրն ենք, որի ղեկավարի աջակիցները իր բազմաթիվ բաց թողումները, կործանարար արարքները արդարացնելու համար ասում են դե պետք չարեք ինչ աներ։ Պատկերացնում եք ոչ թե տվյալ գործի ընդդիմախոսները, այլ աջակիցները։ Թե այս տարիների ընթացքում ինչը տեղի ունեցել մեր երկրի հետ, բոլորը շատ լավ գիտեք, ինձանից ավելի լավ գիտեք եւ թե ինչ տեղի կունենա, եթե սա մնա, դա էլ առավել լավ պատկերացնում եք։ Թեկուզ որ արդիկը մեր արևմտյան սահմանագծին այդքան էլ մոտ չէ, բայց այդ սպառնալիքները
նույնպես արտիկի վրա նույնպես բնականաբար տարածվելու է։ 2000 չէ, տասնյակ հազար չէ, 100 հազարավոր ադրբեջանցիների հնարավոր մուտքը հանրապետություն։ Այս նախընտրական խաղաղությունը, որ անընդհատ ասում է, դա բոլորս էլ պատկերացնում ենք, որ նախընտրական է եւ ինչպես միշտ, ինչպես 18 թվականի արտահայտ խորհրդարանական ընտրություններին, ինչպես 21 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչ խոսքում որ տվել է դրա հակառակը արել է, պատկերացրեք, որ հիմա էլ դրա հակառակը անպայման տեղի է ունենալու։ Ու այս առաջիկա կարևորագույն արդին գործընթացին արդիկը կոչարացված համայնքի բոլոր բնակավայրերով հանդերձ իր ասելիքն ունի, կարող է իր կարևոր ներդրում ունենալ սրա հեռացման գործընթացում եւ մենք սիրելի արտիկցիներ պետք է որևէ մեկից հետ չմնանք։ Վստահաբար այս իշխանությունները հեռանալու են, հանրապետության բազմաթիվ համայնքներում սրանք պարտվելու են եւ արտիկը մյուս համայնքներից հետ պետք է չմնա այս աշխատանքում։ Շնորհակալ եմ։ Հանրապետության երկրորդ նախագահ Դաշնքի վարչապետության երկու հատը իրար հետ չեն ասում երկու գլուխ մի ղազանի մեջ լսվում է նայեք Ռոժան ինչ վիճակ հիմա մենք պատկերացրեք կենսաղային վիճակ ձեր ընտանիքում կամ հարևան ընտանիքում հիմա երեխան դպրոցից գալիս է ասում ինչ ես վացել ուրախորը ասում է պապա ջան մեկ պապան էլ ասում է ապրես տղաս ես ինչ լավ տղա ես մի հատ էլ համբուրում է մի հատ էլ շագալատա տալես հաջորդ օրը երեխան որ գնա դպրոց ձգտելու է ինձ տանը չի ձգտելու Ele մեկ ստացած գալով է մաքսիմում երկու այսպես տատանվել է Հիմա մենք ինչ վիճակ ունենք Հայաստանը 18 թվականին ընտրություն ա եղել ընտրվել է Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ Ինչ խոստացել է լրիվ ձախողել է լրիվ Պատերազմ, կորուստներ, զոհեր եւ այլ եկել է 21 թվականը ժողովուրդը ասել է ապրես թեկուզ հարիք ես բայց ապրես ոնց որ ընդունում ենք փաստացի սա է ընտրությունների ձայները նշանակում է գնահատում են այդ մարդու աշխատանքը Չի ուրիշ բան չկա հիմա պարզ խոսանք է որ ասում ծուր նստենք ճիշտ խոսանք սա է մեր ժողովուրդը իրենց ձեռով գնացին եւ մեկի գիտելիքներ ունեցողին գնահատականը եղավ 50%-ից ավել 50 պլյուս 53 թե 54%-ի մոտ է հիմա եկավ խոստումներով ինչ ասեց հա այս բաները եղավ այս պրոբլեմները եղավ ճիշտ է սխալվել եմ կարելի է ուրիշ ձևի բայց սիրելով եմ սխալվել ժողովուրդ ջան ձեզ սիրելով եմ սխալվել ունեցանք Ղարաբաղի կորուստ լրջագույն պրոբլեմներ, հողերի կորուստ եւ հիմա կրկնվում է նորը հիմա եւս գալիս է եւ ասում է ինձ ես խոստումների հետ կապ չունի ես այդ խոստումները տվել եմ ժողովրդին բայց ես խոստումները atveçay չեմ կոպիտ ասած սա այնքան абսուրդ վիճակ է իմ մոտ որևէ տրամաբանական շրջանի մեջ այս ամենը չի տեղավորվում Հիմա մենք նորից ասելու ենք, դե խեղճ Շարիֆը ինչ անի, նորից ասելու ենք, այլ եւ չկա, նախկիններն են մեղավոր, չգիտեմ ելով է մեղավոր, նույն ճանապարհով մենք պատրաստ ենք գնալ։ Ես պատրաստ չեմ։ Հիմա ձեզ ասում ենք, կա թիմ, որը պատրաստ է մտել պայքարի մեջ, որը ցույց է տվել այս 5 տարվա ընթացքում իմիջիալոց Ինչ ասել են ճիշտ է դուրս եկել։ Իրականում մենք ես ուղղակի հիշեցնեմ 21 թվականի դիմադրության շարժման ժամանակ Երևանում Ֆրանսիայի հրապարակում բողոքը ինչի վրա էր։
վարչապետը հայտարարեց ազգային ժողովում, որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք։ Մենք միանգամից հասկացանք սա ուր է գնում։ Դուրս եկանք պայքարի, բավարար աջակցություն չստացանք։ Եվ նույն տարվա ընթացքում 2022 թվականին հոկտեմբերի, արդեն հոկտեմբերի 6-ին գնաց եւ ստորագրեց ճանաչեց Ղարաբաղ Ադրբեջանի մասը։ Եվ այդտեղից ամբողջը սկսեց։ Եվս մեկ ցիկլ Ղարաբաղի դատարկման։ Հիմա մենք ձեզ ասում ենք, եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան արևմտյան Ադրբեջանը։ Սյունիքի վրա մեծ հարցական է, թե կմնա, թե չմնա։ Շատ մեծ հարցական է։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չի։ Սա խաղաղություն այնքան ժամանակ, քանի որ որևէ երաշխիքներ չկա, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը, իրեն ձեռ է տալիս այս խաղաղությունը։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնել։ Հույսով ենք, որ նաև ժողովուրդ այս երրորդ ցիկլով արդեն նաև ջոկել է, թե ինչ է կատարվում, ում հետ գործ ունեն։ Բազմաթիվ անգամ ասել է, եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է մինչ այսօր։ Մեկ ես մտածում եմ, լավ, կարող էր էլի ինչ-որ վատ բան աներ, որ չի արել։ Ոնց որ ֆանտազիաս չի երևում, չկա, ինչ հնարավոր էր անել, ամեն քայլափոխին էս մարդը արեց։ Հիմա մենք հաշտենք դրա հետ։ Հաշտենք, չէ՞։ Հիմա ես դրա վրա մի քիչ շատ լրջացրեցի, փորձեմ մի քիչ հետ բերել, մի հայտնի մի մարդ կար Հայաստանում, հայտամշակման նախարարություն կան այն ժամանակ։ Նա նախարար էր, բան շատ հայտնի մարդ է, նախկին ցեկայի վարժնի վարիչ էր։ Հիմա վարորդը այդ մեքենայով գնում էր, այդ վարորդը մեկ էլ Սևանի տրասայի վրա է, այդ լավ գիտեմ, որ մարդի լավ է ճանաչում։ Հիմա հանկարծ սենց բան արեց, ասեց, լատոկները շատ էին, ասեց կահանի, վրեն գորրած, այդ մարդը տորմուս տվեց, մեքենան սենց կաղնեցրեց, ասում է հետ քշի մի 50 մետր։ Այդ վարորդը հետ ակշել։ Ասում անդե երկու փոս կա, թողել ես, մոռացել ես։ Մի հատ այդ փոսերով էլ քշի։ Հիմա այսօրվա մեր վիճակն է, հիմա փոս չմնաց։ Այս երկիրը ինչքան հնարավոր լատոկներ կար այս քաղաքացիության մեջ, ինչքան հնարավոր լատոկներ կա աշխարհաքաղաքական ինչ-որ այս պրոցեսներում, ամենտեղ սենց մեզ մռութոպցի մեջ։ Հիմա Ռուսաստանը հետ են սկսել։ Հիմա դուք եթե հետևեք, թե ինչ կարգի ելույթներ են ունենում Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյաներ, ոնց են գնահատում իրավիճակը, սա լավ տեղ չի բերում։ Իմ ակնկալիքը, որ բավական լուրջ պրոբլեմներ են ունենալ։ Հետևում եմ այս ամենին, լավ եմ ճանաչում այդ երկիրը։ Կհամբեր են, հետո ռուսերեն ասած մալը не покажется։ Բայց գինը Փաշինյանը չի տալու։ Գինը մեր ժողովուրդն է տալու։ Ինքը արդեն սովորել է, որ ինքը կարող է պրոբլեմը ստեղծի, այդ թութուն ուրիշ արդյունքների հետ արդեն առնչություն ունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Հետո ինքը հանգիստ կարող է, ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, չեք պատկերացնում, որ այս ամենը սիրելով եմ արել։ Սիրելով եմ արել։ Երեք հանրահավաքի ժամանակ այդ մարդակերների սերի մասին ասացի, մանրանքեր են սիրում, բայց ուրիշ բանի համար։ Հիմա եթե մենք թասիբ ունենք, եթե մենք մտահոգված ենք մեր երկրով, եթե մենք մտահոգված ենք այս փոքրիկների ապագայով, թույլ չպիտի տանք, վերջը ձեռից պիտի բռնենք, ասենք ոչ միայն ձեռից, այդ մռութ բառը չեմ ուզում օգտագործեմ, բայց մեկը օգտագործեցի, չէ՞։ Պիտի ասենք ստոպ, հերիք է։
Եվ դրա համար ինչ պետք է անենք։ Մի հատ ինձ ուշ եկա, հունիսի 7-ին ինչ ենք անել։ 17։ Հունիսի 7, համար 17։ Միասին կարող ենք և ոչ միան գյուտ։ Հարևան, ընկեր, բարեկամ, բոլորի պետք է համոզեք, որ այսպես շարունակել չի կարելի։ Ոնց որ մենք հերթական փորձությունների համար, հերթական պրոբլեմը ստեղծելու համար էլի գնանք մարդու բանալ, ինքը պրեմիա տակ, ասեք ապրես ամոթ հավատ, ես լուսերով չի, անցած ընտրություններին օբյեկտիվ ունենք, իսկապես մարդի գնացել է ձայն են գնացել և ձայն են տվել և ամեն մարդով ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, թող մի քիչ մտածի, թե ինչ հետևանքներ է սա բերել։ Մեղադրանք չի, բայց զգաստանալու կոչ է ուղղակի, որ նույնը ևս մեկ անգամ մենք չանենք։ Հիմա ես կառաջարկեմ ուղղակի անցնենք ավելի մեր ինտերակտիվ հատվածի, եթե կան հարցեր, մտահոգություններ, առաջարկներ, մենք ստեղ հենց շփվելու համար ենք և պատրաստ ենք ձեզ ասել։ Արեք ձեզ Սաշանը, 7 տարեկան, ես զբաղվում եմ սպորտով, սպորտը մեզ սովորեցնում է լինել ուժեղ և երբեք չհանձնվող, ես ուզում եմ, որ մեր Հայաստանն էլ լինի ուժեղ և հզոր, ինչպես իսկական չեմպիոնը, հարգելի նախագահ, մենք սպասում ենք ձեր հաղթանակի, որպեսզի մենք երեխաները մեծանանք անհոգ և խաղաղ երկրում, բարի գալուստ արդիկ։ Անկեղծ ասեմ, իմ սերունդը երեխա լինելով այսքան համարձակ չէինք, այս սերունդը այդ տեսանկյունից ապրեց, ինչ բարբար, վոլնի է, ես էլ եմ վոլնիկ, լուրջ եմ ասում, ես էլ եմ, Սունչո, Լավ, ես էլ եմ վոլնի զբաղվել եմ, բավական երկար և իմ քաշայինում, իմ տարիքայինում Ղարաբաղում առաջ տեղն է մրցումների ժամանակ վերցրել։ Ապրեք, բայց քանի տարեկան ես, 7, այ 7 տարեկանը գիտի, որ պայքարել է պետք, ուժ է պետք, կառավարությունում չգիտեմ, ինչ անենք, ես առաջարկում եմ ես երեխային մտցնեք մեր քարոզչական խմբի մեջ, միգուցե պաշտոնյաներին խելք սովորացնեն մի քիչ։ Էլի ոտանավորասող կա։ Եթե հարց է։ Պարոն նախագահ, ես Արցախից եմ, Արտիկ քաղաքում ապրում եմ Արտիկ քաղաքում, ես ցանկանում եմ ինչ գործ բռնել ես, այն գործը ստացվի։ Մեկը եթե Սունիկը տուեն, Արցախի տարբերակն անելու։ Ես չեմ ուզում, մեր Արցախն են տուել, մեր հողերն են տուել, ես չեմ ուզում Հայաստանն տան։ Ես ուզում եմ մնամ մեր հայերի մեջ։ Բոլորը մարդիկ կան, ստեղից դուրս եկել, Ռուսաստան գնացել, ես ինչա Արցախից եկել եմ, ստեղից դուրս չեմ եկել։ Ես չեմ ուզում մեր Սունիկը, մեր Արցախի օրենի, մեղքն է ժողովուրդը, այսքան մարդիկ կան, շատերի կեսը Արցախից են,
որից ես ճանաչում եմ սեստե։ Խնդրում եմ այդ գործը քո ձեռքի վրա վերցնես, մտնես վարչապետ։ Ուրիշ կան, եթե հարցեր կան, մենք նաև ստեղ նրամար ենք, եթե կան հարցեր, պարզաբանում ենք։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ունենք, այսինքն մենք ունենք, ես մեր համակիներով ունենք գերազանց թիմ, մեկը մեկից առավել ճանաչված ազնվորություններ։ Ուրախանում ենք ձեզանով։ Միշտ հաղթած ես եղել, ես մի անգամն է պիտի հաղթես, հանուն մեր հայ ժողովրդի փրկության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Պարոն նախագահ, շատ ուրախ ենք, որ այցելել եք Արթիկ քաղաք, հպարտ ենք ձեր անցած ճանապարհի այն ուղիները, որոնք դուք կյանք եք տվել Հայաստանին, զարգացրել եք տնտեսությունը, արդյունաբերությունը ձեր օրոք, ունեցել ենք անվտանգային համակարգ, պատկու պատվով բանակ եք ունեցել, արժանապատիվ բանակ։ Ցանկանում եմ, որ այս նույն եռանդով միասին բոլորով հասնենք այդ նույն կետին, ինչ ունեցել ենք 2008 թվականը։ Հավատում եմ ձեզ, հավատում եմ իմ ժողովրդին, որովհետև կանգնած է յուրաքանչյուր մարդ հանուն իր հայրենիքը փրկելու համար։ Ժողովուրդ ջան, այստեղ մենք բոլորս հավաքվածներս, այո, մտածում ենք այդ նույն գաղափարի մասին։ Բայց դրսում կան շատ մարդիկ կայնած, ցանկանայի, որ բոլորը լսեին։ Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց է դա վերաբերվում։ Մենք բոլորս այստեղ հասկանում ենք։ Շատ դժվար ուղու վրա ենք կանգնած մենք։ Խոցելի է շատ յուրաքանչյուր կետերը սկսած բոլոր բնակավարներում մենք ունենք խոցելի հատվածներ։ Այս իշխանությունը պարզապես ոտնահարել է մեր բոլորիս ինքնությունը։ Այս ինքնություն բառը, երբ որ ես դեկտեմբերի 7-ին նույնպես արտահայտվեցի, այս ինքնություն բառը արդեն բոլորի մոտ, նիկոլագանների մոտ դարել է արդեն PR։ Այո, մեր ինքնությունը պահպանելու համար բոլորս միասին գնալու ենք ամսի 7-ին ընտրելու մեր հայրենիքի պաշտպանության, մեր հայրենիքի ապագայի համար։ Հայրենիքը սկսվում է մեր սահմանների ժողովուրդ ջան։ Մենք ունենք նաև Արցախ, որը պետք է հետ վերադառնա։ Մեր հարավային դարպասը պահել է տարիներ շարունակ Արցախը։ Իսկ այսօր 550 կիլոմետր թուրքը արդեն մոտեցել է Հայաստանին։ Այն քաղաքացիները ասում էին, որ ինչ լավ է Արցախում չեք գնալու ծառայելու մեր երեխաները, բայց հիմա թող այդ ժողովուրդը այդ ծնողներն ասեն, դե ո՞նց են հիմա երեխաներն ուղարկում Հայաստանի առաջնագից, որտեղ արդեն թուրքը 10 մետր հեռավորության վրա կանգնած է, հանգիստ քնում են, իհարկե ոչ։ Բոլորի ասում եմ, միասին պայքարելու ենք ամսի 7-ին հաղթելու համար։ Խոստացեք բոլորը։ Քանի որ ասում եմ, որ դրսում մարդիկ կան, մենք դուրս գանք ոտի վրա ուղղակի նաև մարդկանց հետ շփվենք։ Որ այսպես ստացվեց, մենք անավորում ենք իհարկե դրսում հնարավորային շնորհակալություն ձեզ։ Ես ուզեմ նախագահ։ Անայդ Ղազարեցը հայտնի դիմադին հայացներ է։ Մարդկան տեսակով ոս։ Ես կնկարեմ։ Դու ուզում ալիմի եմ դիմություն ալիներ։
Պարոն նախագահ, իմ տղան ուսմածոց հետ նկարվերի։ Հա։ Մի հատ էլ պարոն նախագահիս հետ ես նկարվեմ էի։ Արի։ Մի հատ կնկարեք ժողովուրդ։ Տավեք։ Պայքարում ենք։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, իսկ դուրս չեկավ նկարացում, մի հատ Սեր ամեն անգամ չունեմ այդ հնարավորությունը ցես հետ նկարել։ Արի։ Անպայման Ցես հետ խոսում։ Այո։ Գերարա։ Ով նկարը ով։ Նկարեց։ Լարակրոբերնես ինչ են անում։ Ոչ։ Ինչ նախագահ չես տեսնում։ Չես տեսել։ Ես էլ ակեղ մոդի չէի տեսել։ Արդեն, այո։ Բարևներ։ Մոտենանք մարդկանց բարև ենք ասած։ Բարև։ Մի վարքյան։ Բարևներ։ Կներեք անձրևը։ Բարևներ ես։ Անձրևը մի քիչ խանգարեց ավելի մեծ հանդիպում ունենալու համար։ Բարևներ։ Դալիճում եք, ձեզ հիշեցի։ Դալիճում եք դուք։ Ժորժ ջան, ուղղակի կներեք, սենց անձրևային պայմաններ էր։ Ինչպես հասկանում եմ, բոլորը չկարողացան ներսում տեղավորվել։ Ձեզ շնորհակալություն, որ եկել եք։ Մենք փորձել ենք համոզել ներկաներին, թե ինչ պետք է անել հունիսի 7-ին։ Չգիտեմ, ստացվեց թե ոչ, հույսով է որ ստացվեց։ Եվ
իմ առաջարկը հետևյալն է, եթե ուզում եք բան փոխվի, ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն, շնորհակալություն։ Բարև ենք չենք տեսել, ով ներսում հատկապես չի եղել։ Բարև ձեզ, բարևներ, բարևներ։ 19-ից սպասում ենք Գյումրիում։ Գյումրիում 19-ին, ես քիչ գիտեմ։ Ինձ հալա բանը չեն տվել։ Դե լավ, երևի մենք արդեն շարժ ենք, հա։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն, մենք կամաց շարժ ենք։ Լավ ենք, շնորհակալություն։ Լավ, ձեզ շնորհակալություն։ Մի հատ էլ վերջին անգամ մի հատ լավ ու շարժ ենք։ Յասին! Կարավենք! Յասին! Կարավենք! Գյումրիում գիտեք չէ ոնց արինում եք։ Իրար հետ կռնանք։ Գյումրիում բան կանեք, տրենիրովկա կանեք, իրար հետ կռնանք։ Կինը հատուկ ձեզ էր ողջունում։ Ուրա։ Դե լավ, ձեզ պատգամավորներին մեր ստեսություն, դե լավ։ Ստեսություն, վաղը, ստեսություն։ Ճանապարհ տանք, որ ավտոն կարանա դուրս գա։ Շնորհակալություն։